Բարի գալուստներ ավերակյուղը։ Ավերից ուզեցիմ ստեղ հարս։ Ես էլ նստա գրուզավի կավտոն։ Նախ գրուզավի կավտոյ էր, ով էր։ Կամ ոտով պետք է գայր, կամ էլ այդ ավտոներով։ Հարս եկա գյուղ, ասին Խարկով գյուղ։ Խարկով գյուղ էլ չասին։ Ես էլ գիտեի Ուկրաինայի Խարկով էր, ասի լավ կգնամ կպրզեմ, լավ կգնամ գյուղի աղջիկ եմ եկել, Սարդարապատ գյուղում եմ ծնվել, Սարդարխանի բերդերը, Սարդարապատի ճակատամարտը մեր գյուղին մոտիկ էր։ Որ եկաք այն ժամանակ այստեղ շեն էր, այսինքն տները շատ են։ Ահագին մարդ կար գյուղում, այս գյուղի դպրոցն ասել, որ մենք ապրում ենք։ Վերջում 4 երեխա մնաց, աշակ բան ուսուցիչ բան չարեցին։ Մենակ եք այստեղ ապրում։ Հիմա չէ, տղայիս հետ եմ ապրում, տղաս ծառայում է, 5 հատ երեխա ունեմ, 23 հատ թոռուծող ունեմ, բազմազավակ ընտանիք է։ Ու բոլորը այս գյուղում են ապրում։ Այս գյուղում են ծնվել, մեծացել, բայց հիմա ամեն մեկը մի տեղ աղջիկներս ամուսնացած են, մեկը Ուկրաինայում է, բանում է, Ռուսաստան, Կալինինգրադ ապրում, Բայենի էր, Զորացևա դեղ են ապրում, մի տղաս Լեննական ապրում, աղջիկս Աբովյանը մեկը Բյուրեղավանը, մի տղաս էլ մոտս ասել։ Դուք, այսպես ասեմ, ձեր այստեղ ապրելու խորհրդանիշը, մոտիվացիան ո՞րն է։ Գյուղացի մարդին, գյուղատնտեսությամբ ենք զբաղվում, անասուն շատ ենք պայում, հիմա անասուն չենք պայում, բայց ես իմ խազացվան ունեմ։ Այսինքն դուք չեք կարողանում, այսինքն տղաս։ Այսպես ասեմ, այստեղից չեք ուզում գնալ, ինչ է ձեզ բան։ Չէ, ոչ մի բան։ Ամեն ինչն էլ պայում է, ստեղի հողը, օդը, ջուրը, անիս, ավերակները, ես Արևմտյան Հայաստանում եմ ապրում։ Ձեր սիրսուրի պատգամն է։ Մեր արմատները սա Արևմտյան Հայաստանից են, Մշոխաց գյուղից են։ Կպատմեք են պատմությունը, ձեր սկեսուրը հասել է, որ չգնաք գյուղից։ Սկեսուրս ասմեր լավ, ասմեր ճամփիկ կբացվի, իմ վաղտից 60 քանի թվերին ով էր գնում Արևմտյան Հայաստան կամ ինչ գիտեինք, որ դի ժողովուրդը գնար Թուրքիա մանկար, արգելված էր, ասմեր ճամփիկ լավ կբացվի, ասմեր քզիկը տանիմ, ասմեր մեր երկիր, ասմեր մեր Մշոխաց գյուղ, ասմեր տանիմ մեր տուն քեզի ցույց կտամ, մի ասմեր մեր տուն իմ աչքիս առաջն է։ Շատ հետաքրքիր կնիկ էր, այս պատմություններ 88 թվականից ծնված էր, 1888, 92 տարեկան մահացավ։ Հիմա խոսում են հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման մասին, ինչ կարծիք ունեք։ Արդեն ինչ Թուրքի հետ ինչ ճամփա բացել, ինչպես կամուրջն ասма պետք է բացել, չգիտեմ ինչ անել։ Չգիտեմ, Թուրքի վրան հույս դնել չի լինի գալիս, ես ոչ չասեմ դու չգիտեք։ Երանի չէ, լավ լինեն, հաշտ համերաշխություն լինի, խաղաղություն լինի, մեր նպատակն էլ է դա, որ խաղաղ երկնքի տակ ապրենք։ Լավ, մեզի համար ստեղ խաղաղ գյուղար, Երանի չէ մի քանի ընտանիք վերեն, Ղարաբաղցիներին, վերեն շենք սարքեն, ստեղ տան թող ապրեն։ Սա քաղաք են ուզում ապրեն, քաղաք դարել արդեն չգիտեմ ինչ է, տեղ է չկա, գյուղի ժողովուրդն էլ մի սաղ փախնում են։ Այսինքն այստեղ դուք եք եւ ռուս սահմանապահները։ Հա, ռուս սահմանապահներն են, հարևաններս են, գնարկալ մեր հետ կապված։ Բայց հարևան ունեք այստեղ։ Զինվոր են ասում, Հա, այսինքն ձեր հարևանները ռուս սահմանապահներն են։ Հա, ռուս սահմանապահներն են։ Վախենալու չի, մենակ դուք եք այստեղ։ Չէ, ոչ մի վախենալու չկա, զինվորներ ստեղ են, մեր պաշտպաններ են, չի համար էս նաչալնիկ զաստավն ստեղ։